Բարի առավոտ, սիրելի հետևորդներ ջան։ Այսօր եղանակը անպամած անձրևային է մեր մոտ։ Մի քիչ էլ ցուրտ է։ Որ անպամած է լինում, այդքան էլ ցուրտ չի լինում։ Ամպը ինչ որտեղ տաքացնում է, էլի։ Հավերիս կերակրել եմ։ Զանգ-զրանգս կուշտ է, իսկ չախալիկը չի լացում։ Քանի որ այստեղ ավելի մոտ եմ եւ լսվում է։ Այս մեծ կակալի ծառերը իրենց ծառերն է։ Տունը մոտ է։ Ակլորիս կանչը թող բարի լինի առավոտ շուտ, սիրելի հետևորդներ ջան, եւ բոլորիս հանգիստ ու խաղաղ օր եմ մաղթում։ Եկա տուն, ասեցի մի հատ էլ այս կողքից յանանք ու իմ սոխակների երգի ձայնը լսենք առավոտ շուտ։ Խաղաղ առավոտ է բացվել։ Առավոտվա անպամացությունը մի քիչ առաջ ա կորել ու պայծառ արևադուս եկել էս մայրամուտի հետ։ Ամպերը ցրվել են, մի թեթև անձրև էր եկել։ Հիմա էլ նենց հավեսս տվեց, արևի ճառագայթները ուղիղ իմ նարցիսների մոտ է, այս նարցիսիս տեսակը մի քիչ ուշ բացվողն է, ուշահաս է, էլի։ Ու այս հենց արևը գնում է դեպի մայրամուտ, սիրելի հետևորդներ ջան։ Ու ես նոր եմ տուն գալիս, աչքերս ածակում, ահա փորձեմ այս շողերը ձեզ էլ ուղղել, տրամադրությունը բացել բոլորիդ եւ գնալ տուն։ Ես արդեն իմ կողմեն դրել եմ գազօջախին, սիրելի հետևորդներ ջան, գնումներից միջանցքում էի թողել, ձեռքերս լվացել անմիջապես, կոֆեի պատրաստություն տեսել, քանի որ այդտեղ երկար է երբում, ես էլ գործերս շատ է, արդեն երեկոյան ժամերին ենք մոտենում և ամեն բան ուզում եմ արագացնել։ Այս գնումներս կտողավորեմ, այստեղ սպիտակեցնող հեղուկ, նաշսադը, իհարկե սա այստեղ չեմ թողնելու, ապի տոպրակից հանում եմ, համանի հեղուկ, ֆայրի, մռի բույրով, այստեղ կապույտ հեղուկ, լողայք, կտրոններ հանեմ տոպրակից, որպեսզի տոպրակը այլ բաների օգտագործում եմ։ Այստեղ էլ ատամի խոզանակ, սիրելի հետևորդներ ջան, սրանք այստեղ։ Եվ մյուս գնումներս տեղավորեմ։ Փափուկած, մեր ֆրի հաց։ Այստեղ ինչ եմ գնել։ Պանիր, իմ սիրելի կալինինոյի պանիրը, սիրելի հետևորդներ ջան, կիլոգրամը 1800, կես կիլոգրամ վերցրել եմ։ Կոֆես արդեն պրպջակներ են հանում։ Այստեղ 3 հատ կարմիր խնձոր, 2 լիմոն և կոֆե, ճիշտ է կոֆե ունեի, բայց կոֆե են գնել սիրելի հետևորդներ ջան, 1000 դրամի կոֆե։ Այսպես, ամեն առաջ ուզում եմ կոֆե խմել, հետո նոր անցնել գործերի սիրելի հետևորդներ ջան և եփեցի մանուշաբույր կոֆեն, դուք էլ ձեր կոֆեն եփեք, ձեր սիրելի կոֆեն եփեք և վայելեք, եթե նոր եք եկել աշխատանքից, ապա մեկ բաժակ կոֆեի շուրջ նստեք և հանգստացեք։ Ջան, երբ որ տուն ենք գալիս, կարծես թե ամեն բան փոխվում է միանգամից։ Հիմա էլ տրամադրվում ենք տան գործերին։ Այսքան կոֆե ունեի դեռ, բայց կոֆե եմ առել, հիմա չգիտեմ, դատարկեմ, թե այսքանը վերջացնեմ նոր։ Բայց, այսպես տատանվեցի։ Դե լավ, ոչինչ, կոֆեն կխմեմ, հետո կհասկանամ, դատարկում եմ տոպրակից, թե ոչ, նաև հոգնածությունը մեզ թույլ չի տալիս, որ ավելի կենտրոնանալ դրա համար, ավելի լավ է հանգստանալ, որպեսզի կարողանանք մեր գործերը թեթև առաջ տանենք, առանց տատանվելու։ Հավերս փակած են, իմ նույն գործերը, ամենօրյա նույն գործերը, առավոտը նույնը և աշխատանքից հետո նույնը։ Սակայն օրերը փոխվում են, սիրելի հետևորդներ ջան, տարիները թռչում են, մենք մեծանում ենք, կյանքը այդպիսին է, հարաբերական է։
Մեզ թվում է, թե ամեն օր նույն բանն ենք անում, բայց ամեն օր կարծես թե տարբեր է ստացվում, եթե խորանում ենք այդ ամենի մեջ։ Առավոտը անպամած էր, այդքան ոչ տրամադրող։ Ես էլ լռության մեջ սուսփուս իմ գործերն արել եմ, հետո գնացել եմ աշխատանքի, բայց հենց որ եկա տուն ու արևի շողերը ուղիղ իմ ծաղկանոցի մեջ էր, հենց դրանից էլ տրամադրվեցի եւ ուզեցի նորից ու նորից իմ գործերով ձեզ միանալ։ Իսկ հիմա հանգիստ ենք վայելում կոֆեն, որպեսզի հավեսով շարունակենք մեր օրը, որ արդեն երեկոյան ժամերն է մոտեցել։ Ասի ես Իգնաթեմի հետ հասցնեմ Գյորգին են ցանեմ, վերել եմ, ստիպատի գլխին դնեմ, հավերին դուս եմ արել, դե իհարկե իրանց սև գործնանում են, խառնում են ամեն օր, բայց թե առանց դրա էլ չի լիլ։ Այս է ինձ ստի, ես պատի կողկովը ուզում եմ ցանեմ, որ վաղը մյուս օրը ստի ցանք սանեմ, մեր այսքան տեղն էր սիրուն էլի, էլի։ Բայց նույն ցուրտ է, սաստիկ ցուրտ է, քանի որ իմ հավերը անկարգի նման քանդել են և քարուգիլ են արել, ինձ խոցխեմ։ Ցուրտ է, աշխատենք, որ չմրսենք։ Ես լեսը վերեմ, երկու քարա, տեղը իրեմստի հվակեմ, հետո վեդրով կհվակեմ ու իշտեղ կտանիմ։ Ես կուրը բերի, որ սա իստի էլ այդ չորացած մոնախոտերն են քանդել, դծել են, թզնկու որքը։ Այս վեդրով կհվակեմ ես, ես ինչ ավելորդ խոտեր ասայ, ես ա դուս եկել, են եմ Գյորգին են ստի դուս կգակ սիրունանա, ես քաշեմ արմատահան, սկի չգիտեմ սրան հավը կուտ է, բայց թե հա էլ ես եմ պապուկ խոտնա, ստի կդնեմ, որ իրանց առաջը լծնեմ, լանախ տեսել, Քիչ ուզում եմ արագի մեջ կազմակերպեմ, քանի որ այս ամոթը վրա կհասնու էլի։ Այս էլ հավերի խոտը իրացալում, որդենաս ես իրացալում։ Պատեր իրանքիցը դուս ա գալի, քանի որ ցեմենտով չարած էլի։ Ով գիտե, որ թվի արածա։ Հմիկ, ուրեմն մի հատ չգնտենամ քանի մեր ալում։ Հետո նոր փոստերը կանեմ, շատ հեշտ է այս գործը, ընդհանրապես փոստին փորել, հետո այս կարտոշկի նման է ինքը, դե շատերը կիմանա Գյորգինայի արմատնին, մենակ թե այս որ ծլել է, հլատենանք ու պիչիկուրը չի փթել, սենց տոպրակից հանեմ, ինձ գրել էիք, թե ոնց եմ պահում, ճիշտ ապատասխանել եմ, Բայց ինձ դժվար չի, որ էլի ասեմ, սիրելի հետևորդներ ջան, տեսակ, որ ցելոֆոնի տոպրակից հանեցի, մի հատ առանձնացնեմ, հա, այս մինը ուրիշ է, այս ուրիշ գույն է, այս առանձին դնեմ, մի չգիտեմ, այս մի հատ Իրանից պոկվեց, թե չէ, դե ոչինչ, այս էլ արդեն ուրիշ է, այս է ինձ ամբողջական, մի մնում է տենամ կթաստեղեր չունենա, ու զգուշորեն մասերի տեմ բաժանի, ուրեմն սիրել հետևորդներ ջան, Գյորգինայի արմատները, աշնանը, երբ որ ցրտերը վրա է հասնում, ճիշտ է ծաղկացել ալու, մի քիչ էլ ափսոսալով, հանում ենք, կտրում ենք, որպեսզի արմատները չցրտահարվեն, էլի։ Մի անգամ ուշացրել էի, սպիտակ ունեի, սպիտակ գույն, սենց իրա թերթիկները սուր, այնքան լավն էր, ու այդ սպիտակ Գյորգինայի տեսակը կորցրի, ընդմիշտ կորցրի ու էլ չեմ ճարում,
Էս էլ մեկը յասամանի գույնա, մեկը վարդագույնա, ռոզվիա։ Շատերդ կհիշեք, ծաղկան ցույց եմ տվել միշտ, ուրեմն, սենց հանում ենք, փնջով իրար մատը, այսինչ փնջով ա լինում, մոտեցնեմ, ոնց որ թե փթաթ չլինի, այսենց, հետո արդեն հասկանում ենք, էլի, սենց մասերի պետք է բաժանենք ու ցանենք, ու սենց սիրել հետևորդներ ջան, որ փնջով հանում ենք, արդեն պահում ենք կամ թղթե արգղի մեջ, կամ էլ տոպրակի մեջ, շա։ Իրոք է սիրել հետևորդներ ջան, այդ երեխեքներն եկել, ոնց հասկանում եմ ջնջիլը բերել են։ Դե արդեն ավելի հանգիստ եմ, սիրել հետևորդներ ջան, նշանակում է չախալիկին լավ եմ պահում ու իր համար նոր ջնջիլ են առել։ Գնամ այդ ջնջիլը վերցնեմ ու շուտ գամ։ Ջնջիլը վերեցին։ Իրանց շան համար արդեն նոր ջնջիլ են վերցրել, սիրել հետևորդներ ջան, ես էլ դնեմ պատի գլխին, պետք կգա։ Միտք ունեմ նաև, որ իմ զանգին ցերեկները կապեմ, որ ավելի լավ շուն դառնա, մեծի ասած խոսքը շանը կապած կպահեն, որ լավ շուն դառնա, հետո իրիկվա ժամերին բաց կթողնեմ։ Երեխեքը գնացին, ես էլ իմ գործն անեմ։ Այսպես, հիմա մասերի կբաժանեմ և զգուշորեն։ Հարց է առաջանում, թե այդ զգուշորենը որն է, որ հենց հանեմ ծլերը չպոկվեն։ Այսպես։ Ոնց որ թե ստացվում է։ Եթե անգամ ծիլեն պոկվի, դե ինչ արած։ Իսկ թե ինչի չեմ առանձնացրել նոր դրել, քանի որ իրա ձևը սենց է, որ ինքը իրանով սենց փնջով վերցնում ենք, որ ձմեռը պահենք, սիրել հետևորդներ ջան, իրա մեջ խոնավությունը սենց իրա մերը, որ հանում ենք, ավելի խոնավությունը լավ է պահում։ Հնարավորինս ուզում եմ նենց հանեմ, որ ըստի շարքով ցանեմ, սիրուն լինի, էլի։ Այսպես։ Չախալիկ իստեն չումա բայց ճամփից եկավ աչքից փախցրել են հա էլի չախալիկն եկել է արի ջնջիլը փոխել եք փախել է դու չախալիկ ախավազակ դու եկել ես արի ազիս արի ջնջիլը բերել ես իրա այս հենց սիրել է հետևորդներ ջան չախալիկս եկել է փախել է ինձ էլի ջնջիլը լավի տենամ եթե հարմար չի էլի ես մեկը տամ Ո՞ւր է աստենի քշկիդամ ոնց է փոփ դե սպասի ես ես քանի գնա չարի բերեցել ջնջիլը փոխել է Էսա սրանով ես կարպեմ ու բերեմ, հա, էդ թող մնա, ազիզ ջան, արի մոդիկ, էդ թող մնա, արի մոդիկ, չվախես, էսա կկապենք ու գրկած կտանես էլի, մինչև պապան կգատում, հետո ինքը ջնջիլը լավ սարքի, խելոք մնա, մի վախի չախալիկ ջան, դե խելոք զանգի, չես ուզում, իրան շատ սիրեցիք ազիս, բայց ձենը չի եկել, չի լացել նենց, ուրեմն այ այս ձևի ғայիշը լի, պապա իդ կասես այս ձևի ғայիշով լի, դե գրկած տար ազիս ջան, արդեն քեզ սովորել է, Սպասի, ջնջիլի քաշա գալի Մի րոպե սիրել հետևորդներ ջան, երեխուն օգնեմ Շա, կուտուտ չանեք Այդ հենց բաները ստացվեց սիրել հետևորդներ ջան Երեխեն գրկեց, էլի տարավ Հաստորեն
երեխեն էր սարքել այդ ջնջիլը ու լավ չէր սարքել։ Հիմա տեղը ցույց եմ տվել, թե որ խանութում լավը կա։ Իրա պապային կասի, կվերցնի։ Չգիտեմ, մտածել են, որ թենց կլնի, բայց կտրվել էր։ Ահա։ Ես շարունակում եմ իմ Գյորգինաց անելը, մի տեսակ ուզում եմ այդ ուղղությունով չտրամադրվեմ, տեսակ ոնց գիրկս եկավ, բայց թե սիրել հետևորդներ ջան, ուզում եմ այդ մասին չխոսեմ, մոռանամ ինչ-որտեղ, թե չէ, մի տեսակ էլի չեմ ուզում կրքերը բորբոքել, մի խոսքով, ինչպես սիրում ենք ասել, ուրեմն 1, 2, 3, նա երկու մասի կբաժանեմ, ու արդեն ահագին ստացվել է, այստեղ սիրուն ցանեմ, ինչ իմանանք, մեկ էլ կտենամ հեռուներից թորներս եկան, երեխեքս եկան, ես էլ իմ տունը դուռը ուզում եմ սիրուն պահեմ, արդեն գնացել է, իրանց դուռը իսկով կին է, այսենց, սպասի, են իմ զրահին, գնացել, զան չէ, ստեղ է, ընդեղ էլ է հաչում, լավն է, իրարից որ անջատել ավելի լավը կլի էլի սիրել հետևորդներ ջան, այս մեկը միշտ նրան շատ էր խղճացնում ու իմ վրա դա շատ էր ազդում էլի, ստեղ թաքնված ծլեր կան ու արդեն փորձեմ, տեսնեմ ինչքան տարածք զբաղացնում, որ հետո հասկանամ էլի մասերի բաժանեմ, թե չէ, և այսպիսի բաներ, սիրելի հետևորդներ ջան, ես ընդհանրապես, որ ուզում էին շունը, չէ, ես միշտ ասում էի, որ ինչքան պետք է պահենք, որ իրանց սվորի էլի հետա գալու բան, դրա համար որոշեցինք, որ կապած կպահենք ու չի գա, բայց հենց կապը կտրվել է, փոխել են, որ մեր ջնջիլը բերեն, արդեն վազելով եկել էր մոտս։ Մի քիչ վախեցած էր ինքը, որ թենց փախել էր եկել։ Երեխեն էլ անմիջապես հետևից եկել էր ու շատ իրեն։ Շատ խորը փոս չենք փորում, մի հատ փոսերը փորեմ, մի քիչ հեռու եմ ուզում ցանեմ, որ ինքը մեծանում է, ստեղ էլ հողը լավն է, քշա։ Դե լավ է, որ սա հետևից չգնաց, մի քիչ էլ էի մտածում, որ հետևից կգնա։ Եվ շարունակում եմ Գյորգինան ցանել, բաց թողնելով հուզմունքը, էմոցիաները, շա, եկելավոր, անձրևավոր թուտիստը, հողը խոնավա, իրանք հոտն առնում են, ես սենց, ես քարա հանեմ, կարամ հանեմ, թե շատ խորը կլնի, փորձեմ, չէ, այդ մեկը փոքր է, հեսա, պատի մեջին դնեմ էլի, այս մեկը տենա մեծ է, թե փոքր, մի քիչ մեծ է, ես էլ ես կոմ, Ուսեն չարքով կցանեմ։ Իսկ թվում աստեղ էլի քարեր կգտնեմ ես, քանի որ հենց լապատկեն հողի մեջ են խփում, արդեն քարի ձայնը լսվում է։ Մի հատ փոքր քար էլ ելնում է, այդ ձայնը գալիս է։ Ուրեմն, կարամ արդեն ցանեմ, քանի որ արդեն ծիլ է տվել, այսպես բոյովացել է, սրան էլ չարժե շատ փոքրացնեմ ու արդեն շարեմ, որ բերեմ այս մեկը, և այս կողմել այս մեկը։
Սրան էլ չեմ կարա մասերի բաժանել։ Ուրեմն սենց։ Արդեն 3 հատը տեղավորեցի, մնաց այս մի գույնից 1, 2, 3 թուփ եւ այս մանր մունդրը։ Սրանց վրա ծլեր չկան, բայց այս էլ հողը կգցեմ, սրանք էլ կծլեն։ Ու մեկ էլ այս մի գույնը։ Չուզեցի մինու մեջ անել, ոչինչ, դա այդքան էլ կարևոր չի, որ մինու մեջ անեմ։ Չախալիկ իսկ գալուց մի քիչ շոկի ենթարկվեցի և հիմա հանգիստ գործս անեմ։ Ուշադրությունս շեղեմ։ Լավ, առայժմ սա չի պոկվում։ Ու էլի փոսեր փորեմ, սիրելի հետևորդներ ջան։ Ընդհանրապես Գյորգինան փափուկ հող է սիրում, ուսով հող է սիրում։ Ուզում եմ շարքը լավ լրացնեմ։ Եվ նորից շարեմ, գնա հավիկ մավիկ, ուրեմն, թող մի գույնը շարքով գնա։ Ես եմ իստեղ, դրությունը խաղաղ է։ Այս են սիրել հետևողներ ջան, չախալիկս փախելու է եկել։ Բեխիլոք, դե թողեք գործ անեմ։ Սյո, գործ ենք անում, մտնում է։ Պարզա արդեն, պարզա, բոլորիս պարզա։ Չգիտեմ, խոսքերն ավելորդ են, շան հավատարմության մասին, խոսելու մասին, սիրելի հետևորդներ ջան, նորից ուզվեցի։ Ուրեմն այս ընթացքում կադրից դուրս է եկել, տեսնում եք որ ձեռքիս էլի Գյորգինայի սերմեր են, բայց ծլած չեն ու խիստ տարբեր են իմ Գյորգինայի սերմերից։ Իմ Գյորգինայի սերմերը երկարավուն էր, իսկ այս կլոր է։ Այս մի քիչ էլի երկարավուն է, բայց էլի կլորություն ունի։ Սա կարմիր Գյորգինա է, սա դեղին Գյորգինա է, որը տարիներ առաջ այս տիկին Անահիտին նվիրել էի, հետո իմ մոտ վերացել էր, բայց իր մոտ պահպանվում էր ու սենց միշտ փոխանակվում ենք։ Ես իմ Գյորգինայի սերմեր, որ խոստացել էի, տարատվեցի, ինքն էլ ինձ էս տվեց, մոտ ժամից ավել անցել է, շուտով կմտնի։ Հիմա այն կողմը վազվզում են, խաղում են, չկանչեն, որ այստեղ չխանգարեն իմ գործին։ Մի խոսքով, սիրելի հետևորդներ ջան, ահա այդպիսին է հավատարմությունը, հավատարիմ լինելը։ Երև երեխեքը խաղացել են ու պահը բռնացրել է ու ծլկել է իմ չախալիկը։ Դե քանի որ հարևաններ ենք, չուզեցի մերժեմ, մանավանդ որ երեխեքը այդքան սրտով ուզում էին, չկարացի մերժեմ։ Հետո արդեն այս ընթացքում ես կապի մեջ կլինեմ, կասեմ որ այստեղ է, էլ չանհանգստանան, երևի չեն էլ նկատել, ամեն դեպքում մի րոպե կադրից դուրս գամ, իրանց տեղյակ պահեմ, որ չանհանգստանան, քանի որ ես հենց նոր եկա վերևից, երևի բարին էլ սա էր, սիրելի հետևորդներ ջան, իրանց տեղյակ պահեմ, հետո արդեն այս սերմերը ցանեմ։ Ցանելուց հետո պետք է ջրեմ նաև, բայց տեղյակ պահեմ իրենց։ Այս այնց մեծ եք է, ախր ոնց գրկեմ, ծանր եք, արի քեզ գրկեմ, որ քեզ ավելի շատ սիրեմ, որ դու այդքան հավատար եմ եղար ինձ, հո, չախալիկոս, ուй, պոչիկ ես անում ինձ, ոյ,
Ես ո՞նց է կարոտել, դե մի նախանձի, հա։ Լավ, էլ քեզ ոչ մեկին չեմ տա, դու կմնաս մեր մոտ, մշտապես, ուր Հավիտյան։ Եվ այսպիսով վլոգս ավարտեմ, սիրելի հետևորդներ ջան, չեմ կարողանում խոսել, հույզերս շատ են, շատ ուրախացա, որ իմ շունը ինձ այսքան հավատարիմ եղավ, լավ, արի քեզ էլ գրկեմ։ Ոյ, ավազակ, էլ չնեղացնես մեր չախալիկին։ Հա, քեզանից խելացի դուրս եկավ, հավատարիմ ձևով հետ եկավ, իսկ դու իր համար չտխրեցիր անգամ, կուշտ կերար, քնեցիր, մի խոսքով։ Էլ ինձ հանգիստ չեն թողնում, սիրելի հետևորդներ ջան, արդեն կադրից դուրս ես իմ գործերն անեմ, ուզում եմ անպայման այսօր այս սերմերը ցանել, որ միասին ծլեն, ծաղկեն եւ գեղեցկացնեն, օրերից մի օր էլ իմ հեռու տեղապրող երեխաները, թողնիկներս, ընտանիքս գա եւ տեսնեն հայրական օջախը շատ սիրուն, խնամված, մշակված, ծաղկուն ձևով։ Պակա բոլորիդ։